Պարոն Պալյան, օրերս դուք նշանակվել եք Լաթաքիայի պետական հիվանդանոցի տնօրեն, ինչի առիթով ես շնորհավորում եմ ձեզ։ Ա, Բարձր պատասխանատվություն եք ստանձնել, հաշվի առնելով նաև Սիրիայում իրավիճակը, պատերազմական իրավիճակը, որը կարծես թե չի ավարտվել։ Ա, Ինչպես առաջադրեցիք ձեր թեկնածությունը, ինչ ընթացակարգով անցաք եւ ինչպես ընտրվեցիք։ Այո, նախ ես շատ շնորհակալ եմ այս ծեր միտինգին համար։ Ուրախ եմ, որ հայրենիքի հետ դիմագաբի մեջ եմ։ Ը, Իմ բարևներս մեկ-մեկ Հայաստանի բոլոր բնակչության։ Այո, ուրեմն ճիշտ եք ասում, ես վերջերս ինձ ուզվեցավ, որ ես ստանցնեմ այս պաշտոնը։ Ես այսօր Լատակիո մեջ աշխատում եմ 95 թվականից ի վեր։ Իմիջայլոց էդել ասեմ, ես Երևան ավարտեմ, մխիթարելացու անվամ, այո, անշուշտ, բժշկական ինստիտուտը, իսկ իմ մասնակցությունս արել եմ երկու հիվանդանոցներում, առաջին հիվանդանոց, պլանի գլուխ, այդպես ասեմ, եւ հանրապետական հիվանդանոցում։ Այո, այդպես է։ Ես մասնակցությամբ ստամոք սաղիկային բժիշկ եմ, ստամոք սաղիկային եւ բավական երկար ժամանակի գվարեմ ստամոք սաղիկային բաժնի վարչությունը այդ հիվանդանոցի մեջ, նույն հիվանդանոցի մեջ։ Վերջերս որ այս փոփոխությունը եղավ մեր մոտ, այս քաղաքական այսպես հեղաշրջումը ասենք, թե ինչ ուզում եք անվանեցեք, ինձանից խնդրվեց, որ ես ստանցնեմ այս պաշտոնը, այսինքն ելնելով ըստ երևույթին իրենք ուզում են ինչ որ գույներ լինի, այսինքն բոլոր տեսակի մարդիկ լինեն, այս նոր վարչագարկը եւ ես շատ բարձր եմ գնահատում, այսինքն ուզում են բոլոր տեսակի մարդիկ լինեն պաշտոնի վրա եւ ընտրեցին ինձ եւ ես շատ սիրով ընդունեցի։ Պապալյան, իսկ ով Այո, էր նախկին տնօրենը, ով էր հիվանդանոցի, պետական հիվանդանոցի տնօրենը եւ հայ բժիշկներ շատ կան Սիրիայի մեջ։ չէ, հալեբուն գլինի, այո, բայց Լատակիայում քիչ չենք իրականության մեջ կան ադամնապուժ 3 կամ 4 բժիշկներ, իսկ թերապևտ ոչ, միայն ես եմ գար ժամանակին եւ գնացին այլ երկիրներ, այսինքն։ Այո, հիմա միայն ես եմ որպես Հիվանդանոցի, թերապևտ։ այո, հիվանդանոցի աշխատակազմը մեծ է հիվանդանոցն առհասարակ։ 260 բան է, անգորին է, այսինքն հիվանդանոցը ունի դարբեր բաժանմունքներ, Լատակիո գետրոնականն է, այսինքն գետրոնական հիվանդանոցն է, այսպես ասած, հիմնականն է, որը բոլոր ժողովրդին ծրիապար է բուժում, լման ծրի 100%, այո, ուրիշ հիվանդանոցներ կան, որ այսինքն ինչ որ վճարումով է եւ այլ հիվանդանոցներ կան, որ լման վճարումով է։ Այս հիվանդանոցը միակ քաղաքի մեջ միակ հիվանդանոցն է, որ ծրի է բուժում հիվանդներին։ Ռազմական բախումների պատճառով տուժածներ շատ եք ընդունում, տուժածներ, վիրավորներ։ Հիմա վիճակը լավ է, մանավանդ Լատակիո մեջ, Մгм. իսկ եթե դուք հետևում եք այս երեք եւ այսօր իրականության մեջ Դամասկոսում ինչ որ բախումներ կան, այնտեղ վիճակը դեռ մենք լման չգիտենք, բայց ըստ երևույթին մի քիչ այսինքն ծանր է, մի քիչ ծանր է եւ դժվարներ է դա։ Բայց Հիվանդանոցում Լատակիայում օքեյ է։ հիվանդանոցում կան այլ հայ աշխատողներ, աշխատակիցներ։ Բուժկույր, մեկը բուժկույր եւ մեկը բուժ եղբայր ասենք, այսինքն այո, Եվ ձեր առաջին աշխատանքային օրը ինչպես անցավ։ շատ լավ, շատ այսինքն այդպես անցուցինք հին
տնորենից մինչև ինձի դալու այդ փոփոխությունը ասենք կամ փոխանցումը ես մի քիչ արևելահայերենը մոռացել եմ այդ փոխանցումը շատ գեղեցիկ ձևով անցավ եւ այսպես հեշտ անցավ Եվ վերջին հույսով ենք որ այս տոնը լավ գվարեմ հույսով եմ վստահ ենք։ Պարոն Պալյան, եւ վերջին հարցը Հայաստանում առողջապահական ոլորտի զարգացումները ինչպես եք գնահատում։ Ոլորտը ինչպես եք գնահատում առհասարակ, ինչ իրավիճակում է գտնվում Հայաստանում բժշկությունը։ այ միջայլոց ես հետևում եմ իմ մասնագիտության ոլորտում պրոֆեսոր Ղազինյանը լիարդապանության շատ ես մոդիկից էլ զանոթացել եմ մի քանի անգամ կոնֆերանսներու ժամանակ ինքը միշտ մեր սիրելի Հայաստանը այսինքն Հայաստանի դրոշի ներկոյեր ինքը հարցերի մոդումը շատ լավ, շատ զարգացած վիճակի մեջ են եւ ես ուզում եմ այսինքն շատ մոտ օրից եւ որ վերջացնեմ այս բաշտոնս պիտի Հայաստան կամ անպայման Շնորհակալ եմ եւ ձեզ հաջողություն ենք ցանկանում։ Մերսի հաջողություն ձեր բոլորին հայրենիքին ամենալավն եմ մաղթում ամենալավը հաջողություն ձեզի միշտ լավ մնացեք